Բարի օր ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի ապրիլ ամսվա տարող կանխատեսումը կշեռք նշանի համար։ Հինգական քարտով ամսվա կարևոր իրադարձությունները կնայենք, այնուհետև մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա անպայման բոլորը իրենց կյանքում զգալու են, բայց դա կլինի տարբեր դրսևորումներով, տարբեր ոլորտներում, քանի որ այս տարող կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի։ Եթե հետաքրքրված եք անհատական տարող կանխատեսմամբ կամ հորոսկոպով, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Կոնսուլտացիան օնլայն է։ Այսպիսով, սիրելի ընկերներ, ամիսը ձեզ համար կսկսվի մեկուսացմամբ։ Թե ինչ նպատակով կմեկուսանաք, ամեն մեկը մի ձևով կզգա։ Մի քանի դրսևորումներ նշեմ, այն կարող է պայմանավորված լինել հանգստով, կարող է պայմանավորված լինել առողջական խնդրով, բժշկական հետազոտությամբ կամ ինչ-որ հարցի շուրջ ավելի խորանալով, գուցե այս ժամանակահատվածում ինչ-որ քննությունների պատրաստվեք օրինակ, կամ խորանաք որևէ հարցի շուրջ, ինչ-որ թեմա ձեզ հետաքրքրի և այնտեղ ձեր խորանաք, կամ այլ ինչ-որ կենցաղային ինչ-որ հարցեր կարող են առաջանալ և այսպես փնտրտուքի մեջ լինեք, ինչ-որ բան փնտրեք, օրինակ գուցե որոշեք կենցաղային ինչ-որ տեխնիկա գնել, բնականաբար ավելի խորանաք, գիտելիքները խորացնեք, որպեսզի ճիշտ ընտրություն կատարեք։ Այս քարտի էներգիան այն է, որ պետք է խորանաք ինչ-որ բանի մեջ, ինչ-որ բան պարզեք ձեզ համար։ Հաջորդ քարտը մեզ ասում է, որ ինչ-որ կամ փաստաթուղթ կստանաք, կամ կարևոր որոշում կկայացնեք։ Այս քարտը կարող է ասել նաև ինչ-որ դատական գործողության մասին, բայց կարծում ավելի շատ ինչ-որ փաստաթղթի հետ է կապված լինելու, գուցե փաստաթուղթ ինչ-որ ստորագրեք կամ փաստաթուղթ կազմեք, աշխատանքային գուցե պայմանագիր լինի և այլն։ Որևէ կին, ով ծնված է հողի տարերքի ներքո, դա է կույս, այծեղջյուր կամ ցուլ, ինչ-որ դեր է ունենալու ձեր կյանքում։ Այս կինը կարող է լինել թե նոր ծանոթ, թե կարող է լինել ձեր շրջապատից, գոլեգաներից, ընտանիքի անդամներից որևէ մեկը։ Ինչ-որ առումով նա ձեր կյանքում դեր կունենա, թե ինչ դեր կունենա, բնականաբար ամեն մեկը մի ձևով է զգալու։ Հաջորդ քարտը մեզ հուշում է ընտրության մասին, այսինքն ընտրության առջև շատերը կկանգնեն, կամ կարող է լինել նաև համագործակցություն, ըստ այս քարտերի, հնարավոր է օրինակ նոր աշխատանքի անցնեք, այդ փաստաթուղթը ստորագրեք, կամ հնարավոր է նաև օրինակ ամուսնություն լինի, օրինակ հատկապես կարծում եմ, եթե ամուսնություն պետք է լինի, ապա տղա կշեռքների մասին է խոսքը, կամ ոչ միայն ամուսնություն, նշանդրեք կարող է լինել այս երկու քարտը համակցության մեջ, և ամիսը ձեզ համար կավարտվի ինչ-որ հաղթանակով, բայց սա այսպես սովորական հաղթանակ չի, գուցե դիմացինին վիրավորելով, դիմացինի կարծիքը հաշվի չառնելով դուք ձեր ուզածը առաջ տանեք, կամ ինչ-որ բան այնպես չասեք, դիմացինին նեղացնեք, նման հարցեր կարող են լինել։ Այժմ նորալուսնի և լիալուսնի հետ կապված, լիալուսինը կլինի ամսի 13-ին, մի երկու օր առաջ, երկու շաբաթ հետո իր ազդեցությունը թողնելով, այս ժամանակահատվածում ինչ-որ վերջնական կետ կդրվի ձեր կյանքում, կամ նորություն կիմանաք որևէ տղամարդու մասին, ով ծնված է կրակի տարերքի ներքո, դա է աղեղնավոր, առյուծ կամ խոյ։ Այս տղամարդուց ինչ-որ նորություն գուցե ստանաք նրա մասին, կամ նա հենց գա իր մասին ինչ-որ բան ձեզ ասի, հնարավոր է պարզություն մտնի նրա կյանքում, այս տղամարդը կրկին, գուցե ձեր ընտանիքի անդամը լինի, ձեր շրջապատից որևէ մեկը լինի, գուցե ձեր աշխատողը լինի, գա և ասի օրինակ ցանկանում եմ դուրս գալ աշխատանքից, նման հարցեր կարող են լինել։ Եվ նորալուսին ենք ունենալու ամսի 27-ին, որը մի քանի օր առաջ և երկու շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու, այստեղ սիրելի ընկերներ, նորալուսին է, նոր էներգիա է, նոր շանս է, նոր դուռ է բացվելու ձեր առջև։ Ցուլ նշանում է լինելու, ձեր 8-րդ տանն է լինելու, այսինքն ոչ ձեր կողմից աշխատած գումարների մասին է խոսքը, այսինքն գուցե ձեր ամուսնու կամ կնոջ ֆինանսական դաշտում մեծ փոփոխություններ լինի, նոր հնարավորություններ լինի, ակտիվություն լինի, կամ դուք ինքներդ դառնաք ակտիվ, նախաձեռնող, նոր գործեր որոշեք սկսել։ Մի խոսքով նոր սկզբի համար հիանալի ժամանակահատված է, սիրելի կշեռքներ, անպայման գործեք։ Այսքանը կապված այս ամսվա հետ, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։